Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին։ Բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ մեզ հետ են եւ մեր կողքին։ Գիտեք, մենք միշտ հաշվի ենք առնում մեր ունկնդրի կարծիքը եւ պատահական չէ, որ երբ նրանք մեզ դիմում են այս կամ այն խնդրանքով, մենք միշտ աշխատում ենք երբեք չմերժել մեր մշտական հանդիսատեսին։ Ես պետք է ասեմ, որ ընթരാճ գնալով մեր այդ նույն հանդիսատեսներին մենք այսօր տաղավար ենք հրավիրել մի մարդու, ում մեր ունկնդիրներից շատերը ցանկացել են տեսնել Փակ TV-ի եթերում։ Խոսքս էքստրասենս շաման Արման Այվազյանի մասին է։ Բարև Արման։ Ողջույն, պարոն Ղուրջյան, ինչպե՞ս եք։ Վաղուց, շատ վաղուց չենք հանդիպել։ Բավական երկար ժամանակին չենք հանդիպել, այո։ Ինչպե՞ս ես։ Իդեալական։ Ասում մեր ունկնդիրը մեզ հուշում է, չեք կանչում, իսկ էլ ասում դե չենք ուզում, չենք կանչում։ Հա, բայց դե աշխատանքի բերումով չէինք հասցնում, թե հաճախակի հետաքրքրում ենք ձեր մասին, ոտս բարի լինի ձեր Փակ TV, թող միշտ լավ եթերներ լինի, ուզում եմ այն ինչ որ անցել եք նախկինում, հիմա լիա ավելի բազմահազարանոց 100,000, 1 միլիոնից աudիտորիա միշտ ձեռքերը բարձր ձեզ հետ լինեն։ Դե դու ես հավատում, չէ՞ որ Փակ TV-ին գնալով արագություն է։ Իհարկե, ամեն ինչ բաց է, հիմա փակ է, ավելի հետաքրքրասեր է, միստիկա է։ Բայց իրականում շատ բաց, դե քեզ էլ չեմ ուզում հիշեցնել, որ սա փաստեր են, անակնկալներ, կարծիքներ, Փակ TV։ Արման, նախ ամենակարևորը ինչպես են, գործերդ ինչպես են։ Բավականին շատ լավ, բավականին շատ ծանրաբեռնված աշխատանքային մեծ գրաֆիկներով։ Հիմա էլի արտագնա պետք է գնանք որոշակի երկրներ, Սոչի, Կրասնոդար, Վորոնեժ, Մոսկվա, Ֆրանսիա, Գերմանիա, նույն մեր ծրագրով աշխատում ենք երեխաների հետ, շարունակում ենք, նույն տեղում է մեր գրասենյակը, Աստծուն փառք, ամեն ինչ շատ լավ է։ Մարդիկ կան, որ ասում են, որտեղ է Ցոլակ Տարփինյանը, Արման Այվազյանը, ես էլ ասում եմ, այստեղ է, որտեղ է, մեր կողքին։ Ես հույս ունեմ, որ դու շուտով մեկնում ես, չէ՞, հերթական քո ուղևորությունն է։ Այո, շատ այսպես անակնկալների այդպես զարգացումների մարդ ես եւ քեզ համար իհարկե իսկ ուզեի որ մի քիչ բացեիր փակագծերը քո նոր աշխատանքային նախագծերի հետ կապված նոր աշխատանքային նախագծերից ամենամեծը դասընթացներն են, որը սկսում ենք Տարոյի ամսի 1-ից, այսինքն այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Տարոն, իմանալ իրեն ինչ է ներկայացնում, ինչպես հմտորեն վարվել, այդ դասընթացներն ենք սկսում, թե on-line տարբերակով, թե կարող են մոտենալ Տիգրան 67 հասցե գրանցվելով նախապես։ Ունենք նոր պրոյեկտ, որը կոչվում է Բացիր քո աչքերը ոստիկա երիտասարդական նախագիծը, որը երեխաներին աուտիկ դաունսինդրոմով չքայլող երեխաների հետ է կապված, եւս այս տարի տարեվերջյան շատ մեծ անակնկալներով ենք ուզում մատուցենք երեխաներին։ Եվ ամենամեծ նախագիծը Այվազյան Ֆորտունան էր, որը որ արժանացավ Grand Prix մրցանակին, եւ մի քանի հատ եկա առաջինս ընթացիկ է, դեռ դրա մասին չենք ուզում խոսենք, մինչեւ լիակատար չլինի։ Դե երջանկությունը լրություն ասիլու։ Լավ, ինչ տարբերություն տարոկարտերի, մոմերի, աստղաբանության, այս թեման գիտես մի շատ խորհրդավոր է։ Նայեք, ցանկացած էներգետիկա, երբ որ մարդու հետ աշխատում ես, պետք է ճիշտ կարողանաս ընկալել, հասկանալ։ Այն մոմերի միջոցով կարելի է հասկանալ սև էներգետիկայի առկայությունը կամ ինչ-որ ձևով աշխատել, մաքրել դրա հետ կապված ամեն ինչը։ Ինչը վերաբերվում է տարոներին, տարոները դրանք այն կարտերն են, որոնք միշտ օգտագործելիս աշխատում ես միշտ ավելի զգալիորեն տեսնել այն էներգետիկան, այն նշանակությունը, այն որոշումները, այն կայացած ճանապարհը, ամեն ինչ ավելի հստակ է, ավելի հստակեցնում է այն էներգետիկային պատկերը, որը որ դու միշտ ունես ու ուզում ես տեսնել։ Ինքնանք բոլորը կանխատեսում են տարբեր ոլորտներում, տարբեր սֆերաներում, բայց միաժամանակ ճիշտ էներգետիկայի հետ է կապված դա։ Աստղաբանությունը դրա աստրոլոգիան է, որը տարածվերով ծննդյան ամիս ամսաթվով ենք նայում, ծննդյան օրվանից հաջողակ թիվ, հաջողակ մոլորակ, հաջողակ գույն, որը որ տվյալ դեպքում մարդ օգտագործելուց առաջացնում է էներգետիկա իր համար, որը պաշտպանողական դեպքում է լինում։ Եվ իհարկե բնական քարե թalisմանները, որոնք միշտ պաշտպանում են մարդուն էներգետիկայից, պաշտպանում են դեպի նեգատիվից ու ավելի հաջողության ոլորտ են բերում։
Դե բնականաբար այսօրվա դրությամբ բոլորս ենք գիտենք, թե ինչքան վատ են մարդիկ մեկը մյուսի համար ու սև էներգետիկան ու սև մոգությունը ամեն երկրորդի մոտ է։ Ցավոք սրտի շատ են։ Արման, ես կուզենայի, որ հաջորդ անգամ, երբ դու գաս մեր տաղավար, լավ ավանդույթի համաձայն տարով կարտերով գաս։ Հիշենք ավանդույթները։ Եվ փորձենք այդ կարտերով նորից Մեծ սիրով միշտ ես միշտ ձեր կողքին եմ, ձեր ցանկացած հարց, որ դուք ինձ նախապես միշտ ասում եք, հաջորդ անգամ պետք է լինենք, հիշում եմ նախորդ դեպքերը, որ դուք ասում եք, ու այդ աժորտաժը, այդ մարդկանց հոսքը, հետաքրքրությունը, իրականում ես մեծ սիրով անպայման դա կանենք ու մի քանի մարդիկ ընտրենք նախապես, որոնք աշխատենք իրանց հետ ուղիղ եթերում ու մարդիկ կարող են տեսնել, խնդիր չեմ տեսնում։ Լավ, ես կուզենայի, որ դու նաև այսպեսի մի հարցի պատասխանեիր, դե քեզ դիմողները շատ են, ես դրանում մեկ անգամ չէ, որ համոզվել եմ, լինում են բայց դեպքեր, որ մերժում ես այնուամենայնիվ։ Բազմաթիվ։ Շատ լինում են։ Շատ։ Ինչու՞։ Որովհետև նայեք, ես չեմ զբաղվում թուղթուգրով, դա իմ համար հակասական է։ Ատում եմ այն մարդկանց, ովքեր մարդուն կարող են բերել սև էներգետիկայի ու չի կարելի։ Իմ կաբինետ, որ մտնում են, որովհետև այդ աշխատասենյակում ես երեխեքի հետ եմ աշխատում։ Դու ոնց կարաս գաս ինձ խնդրես, ես թուղթուգիր անեմ։ Ես չեմ կարող դա անեմ ու միաժամանակ մերժումը գնում է։ Չեմ մոռանա մի 2 օր առաջվա դեպք, երկու կին էսպես եկան, նստեցին կողքս, տառոները տվեցի խառնելու, իրենք չխառնեցին այդ տառոները ու այսպես նստած են։ Ասի ինչ եղավ սենց խառնված, 10 րոպե լրությունից հետո մի հատ էլ նույնպես սենց լավ հոգոս, նայես դեմքի սենց բալես, մերնեմ քե, մի հատ ձեռը դնես ես իմ ճշի փորին տես մեջ մի բան ժաշկու կա, հղի եթե չէ, դե ժորջ ես սոնոգրաֆիայի ապարատ չէի իրականում, այդ դեպք իրականում չեմ մոռանա, հումորով եմ քիչում, այսինքն ինձ դիմում են այնպիսի հարցերով, որ իրականում ես չեմ կարա դա անեմ, դա սև մոգություն է, դա չարություն է կա, այն ինչ որ վերաբերվում է մարդուն, էներգետիկայի կարամ, բուժումները, ամեն ինչի երեխաներ, բայց նմանատիպ բաներով չեմ զբաղվում ես։ Ընդհանրապես Հայաստանում մոգեր կան, մոգությունը։ Մոգեր շատ կան, թե սև եւ թե դրական, հա, սև ու սպիտակ մոգերը շատ կան, բայց խաբկանքներն շատ կան։ Այսինքն կեղծիքը շատ է։ Շարլատանների հոսքը շատ է։ Այսօրվա դրությամբ, եթե թերթում ես սոցցանցերը, TikTok-ը, Instagram-ը կամ անդադ տեսնում ես տարոլոգներ եւ այլն, բայց պետքա ճիշտ հասկանաս, այդ տվյալ անձնավորությունը իրականում այդպեսին է, թե չէ։ Ոչ թե մի հատ իր բառից հստակվես, կա նախատեսված ցանկացած տարոլոգի տալիս են հարցը, ծննդյան ամիսամսաթիվը պարտադիր, իր անունը ու հարցը։ Եթե պրոստը նայում է ինչ-որ անուն 44 օրինակ, Հայկուհի 44 ու ինքը ինչ-որ ինչ կլինի, դա երբեք այդ հարցի պատասխանը սովորական տարոլոգից չես, որովհետև նա ինֆորմացիա չի կարա տեսնի, էներգետիկա չի կարա ստանա։ Դա պետք է հասկանալի ձևով ու ավելի ճիշտ տարբերակով ընկալի, մարդուն ավելի դյուրին ձևով հասցնի։ Չէ՞ որ իր էներգետիկայի միջոցով դու էլ ես օգտվում այդ էներգետիկայից։ Ու շատ ժամանակ այդ երբ որ ես մաքրումներ եմ անում, դուք էլ եք բազմաթիվ անգամ տեսել, թե ես ինչպես եմ վատ հայ առողջականի վրա ազդում է։ Այնպես որ ճիշտ ձևով դիմեք ճիշտ մասնագետների։ Գիտես Արման, հարցն նաև այն է, թե ինչպես կարող են մարդիկ քեզ գտնել սոցցանցերում կամ որևէ, ինչպես են ընդհանրապես այդ կապը քեզ հետ։ Instagram-ում Արման Այվազյան 1992, Facebook-ում Արման Այվազյան Բախտագուշակ, TikTok-ում Էքստրասենս շաման Արման Այվազյան, հա 091 12 31 88 համարն է մոտ 094 12 30 88 Հասես Տիգրամես 67 արդեն 4 տարի ես նույն տեղից եմ աշխատում, նույն աշխատանքային վայրում չեմ էլ փոխելու իմ տեղը։ Այնպես որ շատ հեշտ է գտնել, նաև շատ շուտով կլինի Այվազյան Ֆորտունա դոկումենտալ ֆիլմը YouTube-յան ալիքում, կարող են մարդիկ մի քանիս պատվիսկա լինեն, հա, ֆոլո լինեն, որպեսզի կարողանան տեսնել դա, դոկումենտալ ֆիլմ իմ ամբողջ կյանքի։ Ո՞վ է նկարահանել։ Արթուր Խաչատրյանն է նկարել այդ ֆիլմը։ Մոտավորապես քանի րոպե։ Մոտավորապես ժամ 15 րոպեանոց ֆիլմը։ Բավականին լուրջ ֆիլմ է։ Իմ ծննդյան օրվանից մինչև հիմա։ Այս մեր օրերը։
հաղթանակներ, պարտություն, ընկած վիճակից ոնց ես բարձրանում այդ ամեն ինչ, այդ ամենը ինչ որ կար, չէ՞ որ յուրաքանչյուր մարդու կյանքում միանգամից sense բարձր չի լինում։ Անցած ճանապարհը պետք է տեսնես մարդու, հասկանաս իրականում ու այդ առաջարկ եղավ, ես միանգամից համաձայնվեցի, շատ հետաքրքիր էր, շատ հետաքրքիր ֆիլմ է, հուսով եմ ձեզ է դուր կգա։ Դե, եթե այդքան հետաքրքիր է, կարող է Փակ TV-ն էլ ցուցադրել։ Մեծ սիրով։ Լավ, մենք այս ծանր, այսպես անիմաստ իրավիճակից ինչպես ենք դուրս գալու քո կարծիքով։ Եթե գիշեք մի տարիներ առաջ մենք խոսել ենք բազմաթիվ անգամ ու եկանք այն եզրակացության, որ առաջի անգամ չէր որ մասասներ իրականություն էր դառնում, հասանք նրան, որ այսօր եւս այդ նույն բացական քաղաքացիական վատ վիճակներ են ու անարդարությունը շատ։ Ճիշտ է, ես քաղաքագետ չեմ, քաղաքականության հետ կապ չունեմ, դա ընդհանրապես իմ կարծիքն է, որովհետև ես ուր քաղաքականություն ուր, բայց ժամանակը արդեն գալիս է պատժվելու։ Ժամանակը արդեն եկել է, որ շատ շուտով ամեն մարդ իր պատիժը կստանա համապատասխան ձևով, անուններ չնշենք եւ այլն, բայց մեր իշխանափոխությունը շատ մոտ է։ Այսինքն առաջիկայում լուրջ փոփոխություններ այնուամենայնիվ քաղաքացիական պատերազմի մոտ ենք մենք դառնում քիչ-քիչ։ Քաղաքացիական պատերազմի անգամ Արման Լոյրա մի վախացրու ժողովրդին, չէ, որովհետև եթե նման կարգավիճակը գնում է, անարդարությունը ամեն տեղ է ու շատ վատ վիճակում։ Այն ինչ մենք սպասումներ ունեինք, լրիվ հակապատկեր եղավ, բերեք ճիշտ հասկանանք, որ սա դրան է տանում, դրդապատճառը։ Ճիշտ է, ինձ համար անընդունելի է այն փաստը կրոնը, որ կրոնին կպան, կարային ներքին կարգով նենց այդ ամեն ինչը կազմակերպեին այնպես, որ մեր հարևան պետությունը դա չտեսներ ու չծիծաղեր մեր վրա թշնամին, որովհետև եթե նայում եք մուսուլմանը երբեք իր կրոնի մարդուն չի գցում։ Չի այնպես անում, որ վնասվի այդ կրոնը, այդ անունը, եկեղեցի անունը պախարակված լինի։ Դա ինձ համար միակ անընդունելի բան էր։ Էլի շատ անարդարություններ կար, կրկնում դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարող է ինչ-որ մեկը ճիշտ է համարում, կարող է ինչ-որ մեկը սխալ, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց այս քայլերը բերում են միայն քաղաքացիական պատերազմի։ Դե ես իհարկե կուզենայի, որ մենք պատերազմներից խուսափեինք, որտեղ այնքան դա ծանր դժվարին օրեր է։ Ծանր օրը դեռ մեր մոտ նոր է սկսում կարելի ասել։ Արման, ես տանում եմ դեպի դրականի դարձում ես դեպի նորից։ Չէ, ժամանակավոր երևույթի երկարատև չի, բայց որ ունենալու ենք իսկապես փառավոր Հայաստան, ես դա միշտ տեսել եմ։ Այնուամենայնիվ ապագան տեսնում ես։ Շատ դրական։ Դեռ մեր Հայաստանի դրոշը այնքան տեղերածածանվելու, այնքան բարձրում կա լինելու։ Մենք այնքան հաղթանակներ ենք ունենալու, որ մենք միշտ ես իրականում հայրենասեր եմ շատ ու հպարտ եմ, որ հայ եմ, անկախ ամեն ինչից։ Ես շատ հպարտ եմ, որ ես հայ եմ, ազգանոյզյան է ու ես ինչ-որ ձևով արմատ եմ, մի ինչ-որ փառքի, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը։ Դե ուրախ էի, որ եկար։ Հիշիր, որ արդեն մենք քեզ հետ այսպես բարբերաբար սկսել ենք համագործակցել, առաջիկա ծրագրերի հետ կապված ասացիր արդեն եւ հաջորդ քո գալուն անպայման տարոք կարտերը պիտի քեզ հետ բերես, որտեղ մեր ունկնդիրը սպասում է քո հերթական այդպես անակնկալ բացահայտումներին։ Շատ ուրախ կլինեմ, թող նախապես հերթագրվեն անուն ազգանուն, ես ծննդյան ամսաթիվը ձեզ ուղարկեն, որպեսզի ես ոչ մի ինֆորմացիա չունենամ։ Կգանք այստեղ մի անգամին ձեր ներկայությամբ այդ ամեն ինչի կանենք ու շատ հետաքրքիր տարբերակով մարդկանց կունենանք անակնկալ տարբերակներով աշխատելու ու ուրախացնելու, ինչ չէ նաև։ Այո, շերի բարեկամներ, դե դուք լսեցիք Արման Այվազյանն ասաց, որ ձեր տվյալները ուղարկում եք Փակ TV-ին եւ մենք հաճույքով այն կփոխանցենք Արման Այվազյանին, նա էլ կարծում եմ մեր արդեն հաջորդ հանդիպման ժամանակ այսպես այդ տարո կարտերի օգնությամբ շատ հետաքրքիր բացահայտումներ կանի կապված մեր ունկնդիրների հետ։ Իսկ այսօր այսքանով եկեք շնորհակալություն ասենք Արման Այվազյանին, էքստրասեն շաման մեր լավ ընկերոջը եւ սպասենք նրան առաջիկայում եւս Փակ TV-ում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շերի բարեկամներ, դուք միշտ մնացեք լավատես անկախ ամեն ինչից։
ես հույս ունեմ, որ մենք առաջ լուրջ ցրցումների պիտի հաղթարենք բոլոր տեսակի դժվարությունները։ Այսօր այսքանը ցտեսություն